Ձեռագործ աշխատանքը հիմա աշխարհում handmade ասվածը, պատրաստված է ձեռքով, գնալով ավելի արժեքավոր է դառնում։ Արդյոք այս տեսակետից դուք վերջին թեկուզ 5-10 տարին զգում եք, որ մարդիկ ավելի են հետաքրքրված, երեխաներն ավելի շատ են բերում կամ միջին տարիքը ավելի է գալիս սովորելու, ստեղծելու։ Բնականաբար, վերջի տարիներին ավելի ձգտումները շատ են դեպի ասեղնագործությունը։ Ոչ միայն ասեղնագործությունը, շուղնա, հելունա, գոբելենը, կարպետը, գորգը, վերջի տարիներին աշխուժությունը կա։ Արտասահմանում բնականաբար միշտ եղել է առաջին տեղում։ Այսօր մենք եղել աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ, որ տարել ենք խանութում դնել վաճառելու, մեքենայի գործը, մեքենայով գործածը ավելի թանկ են վերցնում, քան որ դու օրերով աշխատում ես մի աշխատանքի վրա, ձեռագործը ավելի էժան են վերցնում։ Ասում են, գիտեք, նա իր գինը ունի։ Ասում են, ոնց։ Ինքը մեքենայով է գործել, մեքենայով կարող եք շատ գործել։ Իսում է ձեզ լավ մարքեթինգային թիմ է պետք, որպեսզի այս աշխատանքը, գիտելիքները, փորձառությունը, այսպես ասենք, լավ վաճառի, լավ ներկայացնի։ Ես ասեմ, ստեղծագործող մարդը ինքը չի կարա մարքեթինգով զբաղվի։ Ինքը պետք է իր գործը անի, պետք է ստեղծագործի, մարքեթինգը, այստեղ մեզ մոտ պետք է պետությունը, պետական հոգացությունը պետք է լինի, մրցույթ անի, լավագույններին դրսում մշտական ներկայացնի, եթե դրսում ներկայացնի մշտական լավագույն մասնագետներին պատվերներ էլ կունենան, դպրոցը նորից մենք կվերաբացենք, պրոֆեսիոնալ, արդեն գիտական հենքի վրա, քանի որ մատենադարանում մեր ուսումնասիրած սիրությունները ցույց են տալիս, որ մենք զոր մշակույթ ունենք Արևելյան Հայաստանի։ Տիկին Ազոլյան ասես, դեռ ինչքան կան ձեռագործներ, որ կորում են, դա պիտի գերվի գրքերից, հա, մագաղաթներից, համբի դուրս բերի մագաղաթներից, որտեղ միայն ձեռագրի կազմաստարներում կան այդ արժեքավոր աշխատանքները, ու բավականին բարդ է ոսկյաթելերով 13-րդ դարից սկսած մինչև 16-17-18-րդ դարերը։ Մենք այդ ամենը միայն մենք չենք կարողանա, դա թիմ է պետք, սաներ են պետք, դպրոց է պետք, որ դու կարողանաս այդ ամեն ինչը այդ դպրոցը փոխանցես։ Շատ լավ կլիներ, եթե Երևանում լիներ ձեռարվեստի կենտրոնը շատ մեծ, որը կաշվի վրա ենք մենք ասեղնագործում տարբեր նյութերով։ Հայտարվեստը կան հենց համադրություններով այդ ամեն ինչը այդ կենտրոնը լինի, ու այդ կենտրոնում լիարժեք սովորեն երեխաներ ու տարածվեն Հայաստանի բոլոր մեր ծրագիրը դա էր, որ ամեն սենյակ ունենար իրեն մշակույթային այն թափով ամբողջը ձևավորված, բոլոր դպրոցները ձևավորված լինեին այդ նույն մշակույթով, բոլոր, որ երեխաները գային իրենց աչքը տեսներ, երբ որ երեխան աչքը տեսնում է, ճիշտ կլինի, որ հենց սկզբից դպրոցական թեկուզ առաջի դասան մենք աշակերտներ ունեցել ենք 7.5 տարեկանից 6.5 տարեկանից ամենափոքրը ամենամեծը մենք ունեցել ենք 85 տարեկան Սպահանում, որը եկավ տիկին Ժերմենը, ասեց ես ժանյակ ժամանակին գործել եմ, բայց ես կուզեի, որ մի փոքրիկ վերհիշեի, մոռացել եմ իմ աշխատանքը, ցույց տայիք, որ ես իմ ծոռնիկներիս համար գոնե թաշկինակ գործեմ, որ հիշատակ մնա, իմ ձեռքով գործեմ հիշատակ մնա թոռնիկներիս։ Ու ես շատ ուրախացա, գիտեք, ես շատ հպարտանում եմ, եթե այսօր տատիկները գան եւ ասեն, մենք ուզում ենք սովորենք, բայց այսօր տատիկները գիտեք խի չեն գա, որտեվ այդ իրենց մի թոշակը հազիվ կարողանան իրենց ապրուստի միջոցը, դա էլի ասում եմ, պետական լուրջ ծրագիր է պետք, որ կարողանան մեզ լսող մարդկանցից շատերը կուզենան կհետաքրքրվեն, կդիմեն, կարող են միջոցով նաև ձեզ հետ կապվել։ Տիկին Անժելա, ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ կիրառական նմուշներ եք ստեղծում, ասեղնագործում, սեղանի սփռոցներ, գուցե թաշկինակ, ինչ էր։ Մեր բազմաժանր իհարկե սեղանի սփռոցներ տարբեր դպրոցների ստեղծված զգեստներ, մեր հագուկապը բնականաբար հարցնելու էի, որ երկուսդ էլ փաստորեն հագել եք հիմա, կրում եք ձեր ստեղծած հագուստը։ Այո, սա իմը պատրաստված է շուղով, հյուսված է Անահիտինը հելունով։ Հրաշք։
Քանի որ մենք խորացել ենք ամբողջ ձեռագործ արվեստների մեջ, ամեն ինչը տիրապետում ենք։ Ուրեմն հագուստները, պայուսակներ, ակնոցի տուփեր, Ցանկացած բան։ հա, ասկին կիրառական ինչ Փերնոսներ, հնարավոր է, վզնոսներ, ամեն ինչ մենք կարող ենք անել։ Այսինքն մենք կարող ենք անել եւ փոխանցել։ Եվ սովորեցնել։ Եվ սովորացնել, միայն մերը չի։ Մենք այդ գիտելիքը վերցրել ենք հատուկ, որ նաեւ մեր սերունդներին փոխանցենք։ Նպատակը դա է։ Ինչքան մենք շատ ենք տալիս, այնքան շատ ենք վերցնում։ Կա այդպիսի բան։ Իսկ ինչ առանձնահատկություններ ունեն ավագ սերնդի ձեր ուսանողները, աշակերտները, մեծերի հետ աշխատանքը ինչ առանձնահատկություն ունի։ Մեծերի հետ պահալինում մի քիչ ավելի բավականին բարդ է, որովհետև իրենք մի բան, որ սկսում են գործել, չէ, մեկ ուրիշ աշխատանք, որ տեսնում են, ասում են, սա էլ ենք ուզում սովորել, համբերություն չունեն։ Ուզում են ամեն ինչը միանգամից սովորել, ժամանակ չունեն, բայց չէ, պետք է ժամանակ ունենան ու նստեն աշխատեն։ Եթե իրենք միանգամից մի բանը սովորում են, հետո միանգամից ասում են հաջորդը, դա արդեն իրենց մոտ հենք չի մնում։ Իրենք որոշ ժամանակ հետո կմոռանան եւ չեն կարողանա գործել։ Դրա համար կապ չունի, փոքր լինի թե մեծ, պետք է համբերատար աշխատեն ու որակավոր մի շատ դեպքերում եղել է որ որակավորման վրա ենք աշխատել մարդը հիասթափվել ասլա ես այսքան եմ կարողանում անել ասի դուք ուրեմն եթե այդքան եք կարողանում անել առաջ չեք գնա Աշխատի պետք է աշխատի պրոֆեսիոնալիզմի հասնենք մեր այսօրվա թանգարանի նմուշները ինչ է դա ցույց է տալիս որ դա պրոֆեսիոնալիզմի արդյունքն է Երբ որ սերնդեսերուն փոխանցվել է, որակավորվել է անընդհատ որակավորվել է աշխատանքները, բյուրեղացել լավագույնն է։ Հա, լավագույնը ներկայացվել է։ Գրանդ եւ վերջին հարցը դուք ձեր գիտելիքները չեք կիսում, այսինքն ձեր ամբողջ կյանքն եք նվիրել այս աշխատանքին երկու քույրերով եւ եթե ձեր զավակներին կփոխանցեիք 1-2-ին, ապա դուք ոնց որ բոլորի զավակներին եք փոխանցում, ստացվում է բոլորն են մեր երեխաներն են։ Այո, չելուն ուրիշի երեխաներ, դուք փոխանցում եք միաժամանակ բոլոր երեխաներին, բոլոր նրանց որ ցանկություն ունենք սա այլ արձանագրենք, որ հետաքրքիր է, որ դուք մի ամբողջ կյանք ստացվում է, քանի տարեկանից եք ասեղնագործում։ Եթե մանկությունը հաշվենք մանկությունից 5-6 Այո, երբ որ իմ մոռմած տատիկները կային, իրենց գիտելիքները, մայրիկիս գորգագործություն, կարպետագործություն, դրանից հետո արդեն մենք ինքներս մեր վրա աշխատեցինք, անցանք հանգարանների ուսումնասիրության, մեր ամբողջ ազգային նյութերը, այդ գեղեցիկ աշխարհը կախարդի չէր ու մեզ ներքաշեց այդ ամբողջ գեղեցիկ աշխարհի մեջ ու այդ մենք սուզվեցինք ու մնացինք, այո, բայց այդ գեղեցկությունը չուզեցինք որ սեփականացնենք նեղ միջավայր, ուզեցինք նաև այդ գիտելիքները ամբողջ կյանքն ծառայեցրել եք փոխանցելու, որովհետև դա մենք պարտավոր ենք եւ նոր սերունդն էլ է պարտավոր ինքը գիտելիքահեն լինի եւ փոխանցի հաջորդ սերունդներին։ Մենք այդ մեր ազգային, այո չեմ համբերում երբեմն թոշակի անցնելու սկսեմ սովորել, որովհետև իսկականից գայթակղիչ աշխատանք է, հետաքրքիր ժամանակ, ուղղակի ժամանակ է պահանջում եւ ինչով է սա նաեւ կարեւոր ավակ սերնդի համար, որովհետև իրենք ժամանակ ունեն։ 65-ից հետո մարդը եթե աշխատանքի մեջ չի կան, շատ ժամանակ ունի այս գեղեցիկով զբաղվելու, ել չասենք ինչ ազդեցություն ունի դրական ուղեղի աշխատանքի վրա։ Ու ընտանիքի համար։ Մի պահ հիշեցի մեր ցուցադրության ժամանակ տնտեսագետ տիկինը որ անցել էր թոշակի մեր ցուցահանդեսը նայելուց հետո ասեց ես ինչպես անտեսել էի այս ամբողջ գեղեցիկ աշխարհը մտել էի այդ ամբողջ թվաբանության մեջ ու շատ ընկճված էր ասենք մի նեղվեք ինքը մի քիչ գործել էր բայց քանի որ գույնային ներդաշնակությունը դեռ ամբողջովին չէր տիրապետում նեղ սրտվում էր գույների ոչ ճիշտ համադրությունը։ Դա պետք է երկրորդ շնչառությունը վերցնել, սկսել ասեղնագործել։